Ուր ես գնում, Աբել։ Այս վիճակում ոչ միտեղ մի գնա, ախպերես։ Մտածի սաղ լավ է։ Կարող այդ հանք մի քիչ խմենք։ Ուր, այ ախպեր։ Արի Պետրոս, արի այստեղ նստի։ Ինչ-որ բան կուզես։ Խմելու դուր։ Բայց քեզ չի կարելի, դեղեր ես խմում։ Դեղերն են տարաշկս չէ։ Ինչ եմ անում հիմա ես տեղ։ Սխալա։ Սխալա։ Ամեն ինչն է սխալա։ Պետրոս, Նրանք սպանին իմ ընտանիքը։ Մեզ կորցնելու ոչ մի բան չունեմ։ Իմ ընտանիքի սպանողները Արունով են պատասխան տալու։ Արուն եմ հանելու։ չեմ ուզում, որ քեզ կործանես։ Հիմա ինչ, քեզ տալու ես խմելուն։ Չէ։ Ես ինչ չեմ կործանում Աշոտ։ Ես ինձ օգնում է։ Օգնում է։ Ես նպատակ ունեմ։ Նպատակը հա։ Վրեժ է։ Վրեժ։
Ես ձեռներով եմ դրանց սպանելու, մորթելու եմ դրա ընտանիքին, երեխուն։ Լսի Պետրոս, Ինձ բան չասես, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Հիմա սաղին ձեն ենթարկվելու, ես եմ թելադրելու սաղին, Աշոտ, Աշոտ, երեխեն ձեռներիս մեջ էր, Վերցրիք ամենաթանկս, ես հիմա էլ գործնելու բան չունեմ, ինձ հիմա ոչ մի բան չի կանգնացնի, հիմա ապրել ես մի բանի համար, մորթելու։ Պետրոսս ոնց ես մտել մեր տուն։ Նստեք տեղներ հետ, նստի, Ես ինչ հայտնի չես զգուշացրել, որ ժամին գալու ես։ խետս գուշացրել էիր, որ գալու եմ, Այսինքն, չհասկացար, Պետրոս ջան, ինչ ա եղել։ Քեզ նման չես, ես ինչ ա կատարում։ Ես ինչ ես անում ախպեր։ նայում եմ քեզ ու Հանգստացի Պետրոս, հանգստացի ախպեր ջան։ Ես ինչ ներկայացում ես խաղում ստեղ։ այդքան նման եմ կլում, հենարա, Բան չեմ հասկանում ախպեր ջան, Պետրոս ջան, ես ինչ ա կատարում, դու իմ տուն զենքով ես եկել։ Քո ընկերոջ տուն զենքով ես գալիս։ իշվից, Պետրոս դու իմ ընկերն ես։ Ու գիտես որ միշտ իմ ընտանիք երբ ուզում ես կարող ես գալ գնալ, բայց ոչ թե զենքով։ սես, Ընկերեք չեն։ Պետրոս, ես հասկանում եմ, որ քո մոտ հիմա ծանր դու ոչ ժամանակաշրջանը մի բանը չես հասկանում, Լսի Պետրոս, սոս մնա հիմա ինձ լսի ուշադիր, դու մարդ ուղարկեցիր, որ գան իմ տուն, սպանեն իմ ամենաթանկ մարդկանց, բայց հիմա ես եմ եկել քո տուն, մենակ եմ եկել, արդարա չէ, ես ինչ ես խոսում, Պետրոս, հասկանում ես ինչ ես խոսում։ ես ամեն ինչ գիտեմ, Ինչ գիտես Պետրոս, ինչ ամեն ինչ սոս մնա, բան չեմ ուզում լսեմ, մի արդարացի, ոչ մի բան, ոչ մի խոսք, սիձեր վերջ տա, Խնդրում եմ Պետրոս երեխա, թող գնամ երեխաս բան, խնդրում եմ։ տղան գնասել է խուտ մոտ, բա դու թողեցիր, Դու ես բան չես անում։ կանեմ, դու ոնց արեցիր արա, ընտանիքիս հողին հավասարացիր, հիմա իրան գերեզմանի մեջ է, այդ երեխեն իմ ձեռի մեջ մեռավ, հիմա ես քեզ ուր հասկանամ, քեզ չկա հասկանալու,
Հազանի փոքր։ Նսան փոքր։ Ամուվակ, հա? Հա, վարավը։ Հեսա մի քիչ ջերքեմ դրա փողն է կավակում։ Զվատացար արդու։ Մի րոպե է, բայք մարա։ Ես ինչ է։ Լավ չես զգում։ Չէ։ Չէ։ Ախ, լավ չէ։ Ջան, օֆիսում էիր։ Հա, մամ ջան։ Բա ինչ է այսքան երկար մնացիր։ Մամ էլ օֆիսը չկա։ Այսինքն։ Չգիտեմ, բան չեմ հասկանում։ Չգիտեմ ոնց է պապան այս ամեն ինչ արել, ոնց է սրան հասցրել, որ ես հիմա չեմ կարում տակից դուրս գամ։ Չեմ հասկանում։ Մամ, ես այսօր օֆիսը հանձնեցի։ Փաստորեն այդքան լուրջ է վիճակը, Արամ։ Մամ, այնքան լուրջ է վիճակը, որ չես պատկերացնում։ Մենք ահա որ շատ պարտքեր ու չվճարված վարկեր ունենք բանկերում։
Ոնց ենք դրա տակից դուրս գալու, ես էլ չգիտեմ։ Արամ ջան, կարծում եմ ինչ-որ մի բան կանենք, ամեն ինչ լավ կլինի։ Չէ, մամ։ Չի կարել լավ լինի։ Սրանից վատ էլ չի լինում։ Բայց մի բան էլ կա, որ քեզ չեմ ասել, չգիտեի ոնց ասեի, բայց հիմա պետք է որ իմանաս։ Ինչ։ Արամ ջան, խնդրում եմ խոսիր, թե չէ հիմա սիրտս կկանգնի։ Չգիտեմ ոնց է եղել, ոնց է պապան այդքան պարտքերի մեջ խրվել, չես պատկերացնի, ահա որ է մեր պարտքերի վիճակը։ Ու հարցը մենակ գործին չի վերաբերում։ Բա էլ ինչին։ Մամ, մեր տները, ես էլ, են էլ, սաղ բանկի տակ է։ Այսինքն։ Հա, մամ, տները բանկի տակ են, հասկանում ես։ Ոնց կարար տենց լիներ։ Մամ, հիմա եղել է, տները բանկի տակ է։ Այսինքն։ Լիկա, խնդրում եմ գնա սենյակդ, հա։ Մաման ինչ ասում Արամը։ Ոնց մեր տունը բանկի տակ է։ Լիկա, գնա սենյակդ, հետո կխոսենք։ Մամ, ես հետո կխոսամ եմ քեզ։ Մամա կբացատրես։ Մամա, մենք հիմա տուն չունենք։ Լիկա, գնա սենյակդ, առավոտյան կխոսենք։ Չէ, մամա, ես հիմա եմ ուզում հասկանալ, ոնց մենք տուն չունենք։ Դու լավ չես լսում։
Ինչի քնած չես, մամ։ Ես չի ասի, եթե հարցը տան հետ կապված չլիներ։ Գիտեմ։ Ուղղակի այդ տան թեման բնաց էր, որ դու պետք է իմանայիր։ Հասկանում եմ։ Բայց ես մի բան կանեմ, մամ։ Մի մտածի, հաստատ մի բան կգտնեմ։ Ես հիմա ոչ տան մասին եմ մտածում, ոչ էլ օֆիսի։ Ինձ ավելի շատ մտահոգում այն հարցը, որ ավագը փաստորեն այսքան խնդիրներ ա ունեցել ու այսքան պարտքեր։ Ավագին սպանեցին։ Պարզվում է խնդիրներ են եղել ու մեծ պարտքեր։ Ու հիմա ես վախենում եմ քո համար, որ հանկարծ դու այդ ամեն ինչի մեջ չհայտնվես։ Ես շատ եմ վախենում։ Մի վախեցի, մամ։ Իմ հետ ոչ մի բան չի լինի։ Եռնեք քեզ։ Հազիվ քեզ կտա։ Լուսնի վրա է։ Չգիտեմ որտեղ էիր, բայց հաստատ գիտեի, որ խմում ես։ Վանգա դու ես։ Համարյա։ Վանգայի աղբերն է։ Վերկաս լավ, վերկաս տուն են գնում։ Հերիք Աբել։ Աբել վերկաս տուն են գնում, վիճակ չկա վրետ։ Աբել վերկաս Էդո վերկաս տուն եմ գնում ես։ Այս ամեն ինչը չի կարա ճիշտ լինի։ Չէ, չի կարա։ Լավ։ Ես տուն եմ գնում։ Աբել հասկացանք։ Չէ, ես տուն եմ գնում։ Էլի տուն կգնաս։ Ես տուն։ Աբել, ես քեզ քո ավտոյով կտանեմ տուն։ Ես լավ եմ։ Ես շատ տուն եմ գնում։ Ուր ավտոս։ Դու բանալիս։ Վերցրու։ Աբել, ինչ ես անում։ Կամ տանը չես կամ անհասանելի ես։ Ես ինչ վիճակ կա, Աբել։ Ես վիճակում տուն տանեմ ամոթը։ Քուրն էլ ամերք։ Ասա այդ տղա խմում էիր մետ խաբարանեիր էլի ինձ։ Ալո, Աբել։ Աբելը չի, Իսկ ով է։ Աբելի ինգերն է։ Աբելին ինչ ա եղել։ Ոչ մի բան, մի վախեցի։ Մի քիչ ուղղակի իրար հետ խմել ենք։ Հաստատ։ Հաստատ։ Ես ամեն ինչ կբացատրեմ։
բայց այսօր տուն չի գալու։ Ինչ եղավ Լիլիթը։ Ամեն անգամ հետս կռվում է ուշանալու համար, հիմա ինքն է ուշանում։ Հա, Աստղիկ։ Լիլի, ինչ եղար, ուր մնացիր։ Ես արդեն մեր պայմանավորված տեղում եմ։ Ես հեսա հասնում եմ։ Արագ գալիս եմ։ Կուզես գամ ընդառաջ։ Չէ, մի քիչ էլ սպասի, հիմա կգամ արագ, լավ։ Լավ, Լիլ, արի, հա, սպասում եմ։ Էլի այդ մարդու մոտ ես եկել Լիլի։ Բալուս աղբերս։ Աբել, վեր կաց աղբերս։ Ասել եմ քո համար կոֆե են բերել, լնա ինչ լավ առավոտ է։ Արաս էստեղի, բենեք գոնե շորերս մինչև վերջան։ Հանողներին չենք բերել, այ արկագոլիկ։ Այ որ բերեիր, ինչեր էլ երեք։ Ոնց ինչեր եղել երեք։ Բաս մեր խմաս չեմ։ Մերի խմաս չեմ արես։ Խմի։ Հաստատ կթարմանաս։ Դառնարա։ Դի կներեք էլի։ Արա բաքուրս։ Մի անհանգստացի, խոսացել եմ հետը։ Դե այդ կոֆետ խմի, մի հատ էլ ցայվի ուշքի արի, էստեղ եմ։ Ճիշտ եմ, չէ՞ էլի այդ մարդուն ես ման գալիս։ Դա քեզ չի վերաբերվում։ Լիլիթ, ամեն ինչ ինձ վերաբերվում է։ Դու որոշել ես պարզես ուր եմ գնում, ինչ եմ անում, ում եմ տեսնում։ Աստղիկին ինչ ես խառնել։ Որովհետև դու ինձ ոչ մի բան չես ասում։ Ես ուրիշ տարբերակ չունեմ։ Որ չեմ ասում, ուրեմն պետք չի։ Բա ինձ կբացատրես ինչի ես Աբելից թաքցնում այդ ամեն ինչը։ Դա քո գործը չի, ինձ հարցեր էլ մի տուր։ Չի ստացվի Լիլիթ ջան։ Ինչքան էլ ասես, որ դադար է, ամեն ինչ որոշել ես տես քո ձևով, բայց դու ինձ պետք է ասես գոնե, թե ինչ է կատարվում։ Ես քեզ ասելու ոչ մի բան չունեմ։ Չունես։ Լավ, խնդիր չկա, մի ասա։ Մենակ մի բան կասեմ։ Ինձ հանգիստ թող։ Մի հետևի։ Թող քեզ չհետաքրքրի թե ես ուր եմ գնում, ինչ եմ անում, ու ընդհանրապես իմ կյանքն է, ոնց կուզեմ այդպես էլ կապրեմ։ Լավ, Լիլիթ, չես ուզում մի ասա, քո գործն է, բայց ես քո համար բոլորը չեմ, ելվի մոռացել ես։ Ուղղակի ինձ մի բան ասա, ինչով կարամ ես քեզ օգնեմ։ Ուզում ես օգնել։ Հա։ Ուրեմն Աբելին մի ասա։ Խնդրում եմ, իրան չասես, թե որտեղ ես ինձ տեսել։ Լավ չեմ ասի, բայց գոնե ինձ ասա, ինչով կարամ ես։ Չեմ կարող, ես պիտի գնամ։ Ուր ես գնում։ Աստղիկին պիտի տեսնեմ։ Լավ էլի Լիլիթ։ Ճիշտ եմ ասում, Աստղիկը ինձ սպասում է։ Ես էլ եմ գալի քո հետ։ Չէ, դու մի արի, ես գնացի։ Հաստատ էլի այդ մարդուն էր փնտրում։ Բայց ով է այդ մարդը։ Ինչ ես անընդհատ գալիս այդտեղ։ Ես պետք է իմանամ, կապրիզներ անելով չի, ոչ մի բան չի ասում, ուզում է, որ հանգիստ լինեմ։ Նոսանոյ։ Լավ ես։ Նորմալ դու։ Ես էլ
Ինչ կա, Արամի թեմաները բրծավ, հա։ Չէ, լավ ենք մանգալ։ Հասկացա։ Ոյ։ Հա, ուրիշ ամեն ինչ նորմալ է։ Հա, մի քանի հարց կա, դեռ կլուծենք։ Իսկ տանը ո խնդիրներ չկա։ Հա, տանը քիչ թե շատ ամեն ինչ նորմալ է։ Լավ, դե կապի մեջ կլինենք։ Լավ։ Լիլավա եկար։ Կները շատ եմ ուշացել։ Հա, ոչինչ։ Կարևորը ամեն ինչ նորմալ է ու նորմալ տեղ հասար։ Ես էլ ես քննություններից առաջ շատ անհանգիստ եմ լինում։ Կարելի է մի քիչ թուլանալ, չէ՞։ Մի քիչ քայլենք։ Անընդհատ ինձ թվում է ինչ-որ բան ունեմ տունը անելու, գրելու, կարդալու, չգիտեմ։ Ես էլ եմ անդադ մտածում։ Ճիշտ է դժվար են, բայց կհանձնենք։ Հա։ Վաղուց իրար հետ չենք զբոսնել, չէ՞։ Հա, տեսնես ուր էր չկար։ Ես էլ այսքան անհանգիստ եմ, բայց Ինքը այս ժամերին միշտ այնտեղ էր։ Ասում էր, որ վաղուց տուն է գնացել, ուրիշ ուր պետք է գնար։ Դժվար թափառ էր։ Մենակ թե նորից վատացած չլինի։ Նախրդների վանոքնականը։ Փողոցում մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում իր նմաններին։ Տեր Աստված անդադ այդ մարդը մտքումս է։ Ես կամ, ես, հարազատ աղջիկը բայց կա դու ու ինձ չես լսում։ ինքը այդ վիճակում է։ Լիլ, Չգիտեմ։ Լիլ, Կներես, մտքերով էի։ Կներես։ հա, ոչինչ։ Հերիք չի ուշ ես գալիս։ Համ ինձ չես լսում, համ էլ հարցերից թարս ես պատասխանում։ Կներես, մեղավոր եմ լուրջ։ Լսում եմ, ասա։ Ինչ ա եղել։ Ինչ ա հետդ կատարվում։ Կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Ես քեզ նոր չեմ ճանաչում։ Հաստատ մի բան եղել է։ Ու դու ինձ չես ուզում ասել։ Հիմա չեմ ուզում ասել։ Հետո կխոսենք լավ այդ թեմայով։ Ուղղակի չեմ ուզում քեզ այսպես անհանգիստ տեսնել։ Ասա լավ։ Դու գիտես, որ ես միշտ քո կողքին եմ ու քեզ կօգնեմ հաստատ։ Ես գիտեմ, ու գիտեմ, որ դենց կհասկանաս։ Հիմա ուղղակի չեմ կարող ասել։ Լավ, ոնց կուզես, բայց այդքան մի անհանգստացի, կարիք չկա։ Ամեն ինչ կանցնի, ամեն ինչ լավ կլինի։ Շուտով սեպտեմբերը կգա, կգնանք դասի։ Արդեն չգիտեմ, զբաղված կլինես, երևի կցրվես մի քիչ։ Երևի։ Քայլենք արդեն։ Ինչ-որ բան է եղել։ Մամ, հիշում ես, որ երեկ ասում էի։ Հա, բայց դրա մասին երեկոյան կխոսենք։ Չէ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասա։ Հիմա սենց է վիճակը, որ այս տունը բանկի տակ է։ Ու բանկից հանելու համար մեզ պետք է այս տունը ծախենք, որ գոնե հետո կարանանք ուրիշ մի տուն առնենք։ Բա մենք ինչ ենք անելու։ Լիկա մի րոպե։ Ու հիմա պետք է այս տունը ծախենք, այդ տան փողը տանք բանկին փակենք ու ինչ որ տակը կմնա, այդ ավելի էժան տուն առնենք։ Ինչ էժան տուն արամ։ Մամա, ինչ էժան տուն։ Մի հատ սուս կմնաս մի րոպե։ Ես ինչքան որ հաշվել եմ, ու նենց հաստատվում, որ տակը մի քիչ փող է մնում։ Այդ էլ մեզ կօգնի հետագայում ինչ որ բան անելու համար։
Դու Արանենց ոնց որ ճիշտ ես գտնում։ Մամա, բայց Լսի ձենդ կտրի գնա սենյակդ, արդեն զզվցրիր։ ու կգնամ։ Բալես նորից եմ կրկնում։ Արա այնպես, ինչպես ճիշտ ես գտնում։ Ամին համար էլ է դժվար, բայց ուրիշ տարբերակ չկա։ Կարևորը որ հանկարծ քեզ ոչ մի բան չլինի, ոչ մի խնդրի մեջ չընկնես։ Ամենից է որ այս ամեն ինչը պետք է արագացնենք, որտեվ բանկի տակատունը, այսինքն պետք է շուտ դուրս գանք տնից։ Լավ։ Դու մենակ չնեղվես։ Ամեն ինչ լավ է լինելու խոսք եմ տալիս։